Պարոն Ռուբինյան, խորհրդարանի կազմը թե ինչպիսին կլինի, արդեն վերջնական արդյունքները ամփոփեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախ ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ հնչեցնում են դիտորդական կազմակերպությունները ԿՀ-ի վերջին որոշման հետ կապված, որ 2 տեղամասի արդյունքները չեղարկելուց հետո, 3 տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չդրվեց, փաստարկները, որ ներկայացրեց ընտրական հանձնաժողովը, դիտորդների համար համոզիչ չէին կարծես թե, եւ իրենք պնդում են, որ ապօրինություն թույլ տվեց ընտրական հանձնաժողովը, ըստ էության այս որոշումը վճռորոշ եղավ քաղաքացիական պայմանագրի համար, որովհետև ապահովեց 3/5-ի ներկայությունը մանդատների այս քանակը ազգային ժողովում։ Ձեզ չի մտահոգում այս փաստը, որ ԿՀ-ի որոշման արդյունքում ստացաք այն 3/5-ը, որին այդքան ձգտում եք հասնել ձեր նախընտրական քարոզարշավի եւ ամեն դեպքում ձեր նշաձողը դա էր ընտրությունների արդյունքի տեսանկյունից։ Որ նշաձողը լավ չէ։ Որ ունենաք սահմանադրական կայուն մեծամասնություն, բայց այդ ունեցաք այս որոշման հետևանքով, այսինքն եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենք։ 3/5-ն էլ է մեծ հաշվով համարվում սահմանադրական։ Ոչ, չի Խոսքը 3/5-ի մասին է, ես դա եմ։ Եկեք հստակեցնենք տերմինները, էլի սահմանադրական մեծամասնությունը 2/3-ն է, որակյալ մեծամասնությունը 3/5-ն է, սահմանադրական մեծամասնություն մենք չունենք, իդեպ հիմա էլ չունենք։ Մենք ունեցել ենք մեկ անգամ 2018 թվականի ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն։ Ինչ վերաբերում է նրան, թե մեզ արդյոք չի մտահոգում, որ որոշման արդյունքով ենք մանդատներ ստացել, կներեք, բայց ցանկացած դեպքում են ուժերը որոշման արդյունքում ստանան մանդատներ։ Հաջորդը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ մարմին է եւ ընդունում է որոշումներ, դրանք հիմնավորում է։ Հաջորդը մեր օրենսդրությունը մի քանի աստիճանով համակարգ է նախատեսում ընտրությունների արդյունքների ամփոփման համար, այսինքն տարածքային հանձնաժողովները, հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հետո կա բողոքարկման հնարավորություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կա նաև բողոքարկման հնարավորություն եւս մեկ այլ անկախ մարմնում, այն է սահմանադրական դատարանում, ինչքան գիտեմ, ընդդիմությունը պատրաստվում է բողոք կամ արդեն չգիտեմ, բողոք ուղարկել սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը թող որոշի։ Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք մեծամասնություն խորհրդարանական, մենք ստացել ենք 700-ից ավել, 720,000-ից ավել քվե, մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականով, տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավարություն կազմելու համար, եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն 3-րդ անընդմեջ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքով, բայց ես ուզում եմ նաև ասել մեր ժողովրդին, որոնք իրավացիորեն վրդովված են, որ ընդդիմադիր 3 կուսակցություններ ընտրակաշառք են բաժանել, ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողները բոլորը պետք է ձերբակալվեն, եւ ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչեւ վերև, որովհետեւ բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչեւ վերև։ Ինձ համար եւ ցանկացած բանական ինձ համար եւ ցանկացած պատասխանում եմ բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զատնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, մի վայրկյան, էս քեզ փող կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ Պարոն Ռուբինյան, հերթով խնդրում եմ։ Պարոն Ռուբինյան, բայց ես շարունակեմ մի հատ հարցնեմ նաեւ սահմանադրական դատարանից ձեր մասով, քանի որ ընդդիմության լեգիտիմության հետ կապված ամեն դեպքում իշխանության գնահատականները կարծես պարզ են, որ այդ խնդիր կա, դիմելու է արդյոք ԿՊ-ն սահմանադրական դատարանը այդ
հարցը դարձնելու քննարկման առարկա։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ի սկզբանե այդ ուժերը պետք է ուղղակի դրանց գրանցումը չեղել համարվել, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում, բոլորը տեսել են, հասկանում եք դա։ Չեղյալ համարել, որ Ով որ պետքա չեղյալ համարեր։ Կոնկրետ այդ դեպքում եւի ԿՀ-ն։ Բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, եթե հարցնում եք արդյոք մենք ուզում ենք, որ ընտրությունները չեղյալ համարեն, ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է մեր ստացած ձայները, լեգիտիմ են եւ մենք ձևավորել ենք կառավարություն։ Պարոն Ռուբինյան, տեսեք, Նիկոլ Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին, որովհետև իշխանությունը լեգիտիմ է։ Իսկ ընդդիմության հարցը արիշտ ոչ թե ընդդիմության, այլ հանցագործների հարցը պետքա լուծեն իրավապահները եւ բոլոր ընտրակաշառք բաժանողները եւ կրկնում եմ ընտրակաշառքի սխեմայի բուրգի գլուխները պետքա պատասխանատվություն կրեն։ Նիկոլ Փաշինյանը նախագծաշուտով պիտի շրջանառվի, այսպես ասած, ազգային ժողովի նիստերի դավիճում, դուք այս իրավիճակով եք պայմանավորված, թե վաղուց հասունացել էր։ Նկատի ունեք, որ խստացվում է պատիժը։ Այո, այդ թվում այս իրավիճակով է պայմանավորված։ Նկատի ունեմ, այդ թվում մենք հասկացանք, որ պետքա պատիժը խստացնել, որպեսզի ել ավելի քիչ մոտիվացված լինեն ընտրակաշառատուները, ընտրակաշառ